Պարոն Պապյան, տեսեք, այս պահին կարծեք թե Հայաստանի վրա հարձակման վտանգը դարձյալ կա, որովհետև դուք ձեր վերջին հարցազրույցներից մեկում նշել էիք, որ եթե Իրան, ԱՄՆ, Իսրայել այդ բախումը տեղի ունենա, Ադրբեջանը բնականաբար օգտվելու է, նախ իր ծառայությունները հաստատ կմատուցի ու արդեն իսկ կային տեղեկություններ, որ Իսրայելը ինչ-որ զինտեխնիկա է կուտակում Ադրբեջանի տարածքում, չգիտեմ որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, ես ուզում եմ ձեր կարծիքը, թե որքանով եք համարում, որ այդ պատերազմը կլինի, որովհետև նաև Թրամփը սպառնաց Իրանին ուղիղ եւ ժամանակ տվեց։ Եվ արդյոք այդ դեպքում իսկապես մենք վտանգի առաջ կկանգնենք։ Նախ ուզում եմ ասել, որ պատերազմի վտանգը 2020-ից ի վեր կա եւ դա երկար ժամանակ կմնա։ Էլի կրկնեմ, քանի դեռ ռազմաքաղաքական հավասարություն չի հաստատվել, այսինքն քանի դեռ պարզ թարգմանեմ, Ալիևը պիտի հասկանա, եթե ինքը հարձակվեց, ինքը այնպիսի հակահարված պիտի ստանա, որ իր երկրի կեսը պիտի ավերվի ներառյալ Բաքուն։ Դա իրան զսպող է։ Հիշենք, որ Սառը պատերազմի ժամանակ դեռ Միացյալ Նահանգներն ու եւ Սովետական Միությունը զսպման քաղաքականություն էին իրականացնում, որը խարսխված էր նրա վրա, որ երկու կողմերն էլ ունեն բավարար հզորություն, անգամ առաջի հարվածը իրենց վրա ընդունելուց հետո այնքան մարտագլխիկ ունեն, որ հակառակ կողմին կոչնչացնեն։ Դրա համար որևէ մեկը չէր ուզում ոչինչ չէր արձակում։ Նույնը պետք է լինի սա, այլ տարբերակ չկա քաղաքականության մեջ։ Լավ է, Թրամփը կզանգի, մյուսը կես, սա շատ կարևոր է, որ ասում ենք, այս ամբողջը, բայց դու պիտի ինքդ քեզանից ինչ-որ մի բան ներկայացնես եւ քաղաքական եւ ռազմականապես։ Այո, ես ասել եմ, որ եթե պատերազմ լինի, բնականաբար Ալիևը արդեն դիրքավորվել է իսրայելական այդ ճամբարում, ինքը իր դիրքավորման համար ամնից ինչ-որ մի բան պետք է ուզի։ Եվ ինչպես ժամանակին մենք ասում էինք, որ Ռուսաստանից ինքը այլ բան չունի ուզելու բացի Ղարաբաղը, իրան ոչ գազ է պետք, ոչ փող եւ այլն, նույնը այստեղ կարող է լինի։ Հետեւաբար մեզ համար ինչ է ուզելու։ ԱՄՆ-ից ինչ է ուզելու։ Թույլտվություն արձակվելու Հայաստանի վրա։ Սյունիքն է։ Հա, այսինքն դե հիմա Սյունիքը ամբողջությամբ թե մասամբ թե միջազգային բանը ցույց կտա, ոնց որ ասած պատերազմ ցույց կտա։ Իրենք երբ որ 20-25 պատերազմ էին Սանձազերծում, իրանք չգիտեին ինչ մաս կարան գրավեն եւ իրանք զարմացան նաեւ, որ հետո Ալիևը դրա մասին խոստովանեց էլի, որ մենք քաղաքականապես խնդիրները լուծեցինք, որտեղ ռազմականապես չէին կարող լուծելու։ Այդ Ալիևի խոսքերն է։ Եվ իրանք զարմացած էին, որ 20-30 տարի դու այդ տարածքները վերահսկում ես եւ չունես խորքային պաշտպանական համակարգեր եւ այլն։ Ինչ որ իրանք հիմա ցավոք սրտի իրականացնում են։ Այո, դա հնարավոր է, բայց իմ կարծիքը հետեւյալն է. Ամերիկա-իրանական մեծ պատերազմ չի լինի։ Տեղի կունենա հետեւյալը. Իրանը կհոխորտա, ասի ոնց եւ այլն ինչ, մինչև վերջի պահին ինքը սիրուն կզիջի, ինքը չի գնա բախման, բայց պիտի, այսպես ասած, իր պատկերը, իր ասում face saving են ասում, էլի պիտի փրկի այդ Իրանը, որտեվ իշխանությունը լավ հասկանում Իրանի, որ ինքը շանս չունի այս պատերազմը մաղթելու։ Ցամաքային պատերազմ չի լինելու է հարվածներ կետային։ Հիմա հարցը հետևյալն է, պիտի պայմանավորված պատերազմ լինի, Իրանը պիտի հանդուրժի, որ որոշ կետերի պիտի խփեն, ոնց որ եղավ այն ժամանակ ինքն էլ պիտի ինչ-որ մի բան պատասխանի, բայց ինքը այնպես պիտի պատասխանի, որ զոհեր շատ չլինեն, որպեսզի այդ ամբողջը կուլ տան եւ Ամերիկան նաև Իսրայելին զսպեց, ինչ որ թատերականացված մի բան լինելու, որ նշանակում է Ադրբեջանը չի կարողանա հասնի իր այդ բանին, դիրքերի շատ ուժեղացմանը։ Մեր տեսանկյունից իհարկե լավ է, որ ինչ որ պիտի տեղի ունենա Իրանում, դա տեղի ունենա առանց ցնցում եւ շատ արագ, որտեվ ցնցումներով եւ տևական պատերազմի դեպքում այդտեղ մեր վիճակը կվատանա։